Պետական կառույցների իրականացրած ուսումնասիրությունները եւ հրապարակված տվյալները առաջին անգամ չէ, որ աղաղակող տարբերություն ունեն իրական թվերից եւ արդյունքներից։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչությունը հերթական անգամ ներկայացնում է, թե ներքին туриզմը տարեցտարի զարգացում է ապրում։ Զբոսաշրջային ընկերությունները ծառայությունների մեծ ընտրություն են առաջարկում։ Ըստ այդ զեկույցի մեր հանրապետությունում գները չեն փոխվել եւ ավելի թանկ չեն, քան օրինակ հարևան Վրաստանում, մինչդեռ տուրիստական ընկերություններից արձանագրում են։ Տեսեք, Սևանում, եթե մեր ամառվա գները վերցնեմ, բավականին թանկ են, քան Վրաստանում։ Այսինքն, եթե վերցնենք մատչելիության տարբերակը, ցանկալի է, որ լինի Վրաստանում, ու բնականաբար բոլորը գնում են Վրաստան, ոչ թե Սևան։ Մեր գները մի քիչ եթե մատչելի լինեին, շատ ավելի ցանկալի կլիներ ու հարմար կլիներ, որ մեր բյուջեն լցվեր, ոչ թե վրացիների եւ այլ երկրների։ Վրացական Քոբուլեթիում կամ Բաթումիում մեր քաղաքացիներից միջին կարգի հյուրանոցում տեղավորվելու համար պահանջվում է 8-ից 10,000 դրամ, իսկ բարձրակարգ հյուրանոցների պարագայում մոտ 30,000 դրամ։ Իսկ Սևանում կամ Ջերմուկում հանգստանալ ցանկացողները պետք է վճարեն կրկնակի։ Տուրիստական ընկերությունները շարունակում են ահազանգել։ Այս գնային պատկերը խոչընդոտում է մեր երկրում туриզմի զարգացմանը, իսկ մեր համաքաղաքացիները այլ երկրներում հանգիստը ավելի են գերադասում։ Վրաստանում կարող է մի ընտանիքը 4 հոգուց բաղկացած մոտավորապես $500 կամ $500 համարժեք դրամով իր հանգիստը կազմակերպել շատ լավ ու հաճույք ստանալ այդ հանգստից, իսկ մեր երկրում 4 հոգու համար $500 համարժեք դրամով չկարողանաս այդ նույն հանգիստը կազմակերպել։ Իդեպ մեծ այդ զրույցում մասնագետները փաստում էին, որ այս տարի նախորդների համեմատ նվազել են թե ներգնա, թե արտագնա туриզմի ցուցանիշները, իսկ այն քաղաքացիներն, ովքեր գումար են տնտեսել կամ նախատեսել հանգստի համար, այս տարի նույնպես նախընտրում են Վրաստանը, արաբական կամ եվրոպական երկրները։ Գնային տեսանկյունից իհարկե մեր մոտ շատ թանկ է։ Շատ է բարձր, դրա համար քիչ ենք հանգստանում։ Երևի մի քիչ ավելի մատչելի չի ստեղ շատերի համար։ Միգուցե ստեղ ավելի լավ պայմաններ են ապահովում կամ քչով չեն բավարարվում։ Թանկ լինելու պատճառով հիմնականում պատկերացրեք շատ հայեր գնում են դուրս, որովհետև այնտեղ ավելի մատչելի է, քան այստեղ։ Այստեղ թանկ է մի քիչ, լավ կլիներ, որ այստեղ վերանային։ Դրա հետ կապված ինձ թվում է ավելի շատ կզարգանար մեր туриզմը, ինձ թվում է քաղաքականությունից է գալիս այդ ամեն ինչը։ Հայաստանցիների հոսքը ամռան ամիսներին հատկապես դեպի Վրաստան չի դադարում, մինչդեռ ոլորտի մեր պատասխանատուները փորձում են միայն հուսադրող տվյալներ ներկայացնել։ Սիրանուշ Հարությունյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։